Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 20-ն է 2026 թվական։ Մինչ ընտրությունների թեման ու աշխարհաքաղաքական իրադարձությունների ձեզ պարտավոր եմ տեղյակ պահել, որովհետև հրապարակային գործունեությունը դա է պահանջում, ուրեմն Արա Պապյանը ինձ դատի է տվել, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է դրա համար, որ գումար վճարեմ 6 միլիոն դրամ։ Իհարկե, եթե խոսքը վերաբերվում է այն բանին, որ ցանկանում են ասել դատի կտանք, մեզ համար սկզբունքն է արատավոր անունը վերականգնելու, սովորաբար անգամ 1 դրամ են գրում, ասում են կարևորը սկզբունքն է, բայց 6 միլիոն դրամ գրելու նպատակը նա է, որ այս խառը ժամանակները ինձ ֆինանսական վնաս հասցնեն։ Կապ չունի հետագայում այդ գումարը ինչ կանի, կամ կասի դատական ծախսեր եմ արել, կամ կասի ուրիշին եմ փոխանցում, հարցը դա չի, կարևորը որ վատություն անի։ Բայց իմանաք ուղղակի ինչին է վերաբերվում, շատ կարճ անդրադառնամ։ Ուրեմն ինքը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ այլընտրանք չենք կարող լինել, որովհետև հիմնական մրցակիցները Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանն են, հա, մենք ոչ նախկին, ոչ ներկայի կողմնակից ենք, բայց այսօր մենք այդ կշիռը չունենք, որ դա անենք, դրա համար նախապատվությունն էլ տալիս ենք Սամվել Կարապետյանին, արևմտամետ ուժ, իդեպ Արա Պապյանը հանդես էր եկել որպես ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ, բայց երբ որ ինքը նախապատվությունը տվել էր Սամվել Կարապետյանին, այնպես չի, որ բևեռը հերքել էր, ասել էր դա իր անունից է խոսել կամ իր մասնավոր կարծիքն է հայտնել, դա բևեռի պաշտոնական կարծիքը չի։ Եթե ասեր մենք դա կընդունեինք որպես անձնական կարծիք, բայց օրեր անցավ այդպես է չասվեց, այսինքն ստացվեց այնպես, որ Սամվել Կարապետյանի հետ կապված նման հայտարարություն անելը դա արդեն միայն իր կարծիքը չէ։ Եվ բնական բանը շատ տարօրինակ հարց է առաջանում, ինչ է նշանակում տարիներով խոսել, որ Հայաստանի ապագան Ամերիկա, Եվրամիություն, ՆԱՏՕ եւ մեկ էլ ասել մեր այո, եթե Սամվել Կարապետյանը լինի Ռուսաստանից կախվածությունը ավելի կմեծանա, բայց գոնե դրանով կկանխենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը Թուրքիայի տակ չմտցնի։ Այսպես, ինչ պատճառաբանություն է չի էական, բայց ով ասել որ թողենք Նիկոլ Փաշինյանը դա մտցնի, եթե մենք իրական ձևով այլընտրանք ստեղծենք ու պայքարենք։ Եվ բնական բան է, եթե ինքը ասում է, որ այս երկուսն են մրցակից, իսկ մնացածները բոլորը ծախվել են, բոլորը, այդ բոլորի մեջ բոլորս ենք մտնում, չէ՞, անպայման չի կոնկրետ անուն տաս։ Դրա համար ես էլ պարզի չէի ասել, գնացել ես ծախվել ես, քո իրավունքն է, ամոթ է, սպիտակ մազերից հետ ամաչի, անցած ճանապարհից հետ ամաչի, դու միակը չես, որ գնացել ես, ծախվել ես, բայց մի ասա բոլորն են ծախվել։ Պարզա չէ ինչ եմ ասում, բոլորի անունից չես խոսում։ Ժողովուրդ ջան, թե մի մասը Նիկոլին, մի մասն էլ նրանց, դե ես էլ ընտրել եմ Սամվել Կարապետյանին, net ինքը էլի, ծախվել ես քո մասին խոսա ու մեր թանկագին ժամանակը մի ծախսի, որ մենք քո վրա անդրադառնանք։ Այսինքն այս արտահայտության համար ծախվել արտահայտության համար դատի է տվել եւ փաստորեն պահանջում է որ հերքեմ, որ ինքը ծախվել է եւ վճարեմ վնասի հատուցում բռնագանձել 6 միլիոն դրամ։ Ահա։ Քանի որ 22 տարվա իմ հրապարակային գործունեության ընթացքում սա առաջի դեպքն է, որ ինձ դատի են տալիս, եւ երբևիցե ես էլ ոչ մեկին դատի չեմ տվել, դրա համար որևէ ինֆորմացիա չունեմ այդ ընթացակարգից։ Եթե իմ հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր լավ տիրապետում են այնպիսի իրավաբանի, որ այս կարգի քաղաքացիերով նեղ մասնագիտացած են, օգտակար քայլ արած կլինեք, որ ինձ հետ կապվեք, այնտեղ հեռախոսի համար կա, նյութի նկարագրական մասում կա, էլեկտրոնային փոստի հասցե կա, մեսենջերով, մի խոսքով հազարով մի տարբերակ կա, որ կարող եք կապ հաստատել, ոչ հրապարակային, ուղղակի քննարկենք, բայց ես պետք է վստահ լինեմ, որ այդ իրավաբանը կամ ես պիտի անձամբ իրան ճանաչեմ, կամ գոնե անձամբ ճանաչող մեկը երաշխավոր, ինչի համար եմ ասում, որ հանկարծ այն ինֆորմացիան, որ ես ասեմ, չհայտնվի հակառակորդ կողմի մոտ։ Կարող է մեկը ներկայանա, ասի եկել եմ անշահախնդիր ձեզ օգնեմ, մեկը պարզվի այդ ինֆորմացիան գնում է, որովհետև ոչ միայն մենք պետք է պատասխանենք այս հայցին, այլ նաև պետք է հակընդդեմ հայց պատրաստենք Արա Պապյանի դեմ։ Եվ բավական լուրջ ծանրակշիռ փաստերով դա պետք է անենք, նամակներ գրել տարբեր կառույցներից, այդ բոլորը կասեմ, այդտեղ խնդիր չկա։ Իրավական ձևակերպումը չեմ կարող անել, դա իմ մասնագիտական գործը չի։ Եթե այդպիսի մարդ չի գտնվի իմ
համակիրների մեջ, որը պատրաստ լինի ինձ այս շահախնդիրը օգնել, ստիպված պետքա լինեմ դիմեմ ձեր օգնությանը, որպեսզի դուք գոնե օգնեք, ես կարողանամ մի հատ պրոֆեսիոնալ իրավաբանի վճարեմ, որ ինքը կարողանա այս ամբողջը հանի, հասկանում եք, այս ծանր ժամանակ, երբ որ այսքան լարված այս ամեն ինչի մեջ, կամ ֆինանսական խնդիր ստեղծեն ինձ համար, կամ ժամանակի կորուստ, հասկանում եք, դա նպատակային բան է։ Պետք է աշխատենք դրա մեջ չխորանանք, ու ես նաև խնդրում եմ, որ քննարկում էլ չանցկացնենք, անիմաստ է, որ այդքան ժամանակ ծախսեմ, այդ ամեն ինչը արածա, որ ժամանակ ծախսեմ, էլ իմաստը որն է։ Այն դեպքում, երբ որ խոսք էր գնում այն մասին, որ մենք մասնակցում ենք, որպեսզի ձայներ փոշիացնենք, եւ դա օգուտ է Նիկոլ Փաշինյանին։ Բայց ով ասեց, որ մենք չենք անցնելու եւ ձայն ենք փոշիացնելու։ Եվ այն ուժը, որը դա հայտարարում է, որ նրանք ովքեր մասնակցում են ձայն են փոշիացնում, եւ այն ուժը, որը կանգնում է, Արա Պապյանն ասում է, որ դե չենք նախապատվությունը տալիս ենք Սամվել Կարապետյանին, իրանք որոշեցին ընտրությանը մասնակցել։ Բա հիմա ձայն չեք փոշիացնելու։ Բա դուք հաստատ փոշիացնող եք, որովհետև նախորդ ընտրությանը 1.5% էլ ձայն չեք հավաքի, այս տարի հաստատ այդքան էլ չեք հավաքի։ Ու դուք էլ դա գիտեք։ Այս բոլոր սոցիոլոգիական հարցումների արդյունքում մեկը տենդենցիոս կլինի, մեկը էս կլինի, մեկը կողմնակալ կլինի, մեկը անկողմնակալ կլինի, կա տեն սոցիոլոգիական հարցում, որտեղ Հայաստանի շնորհապետական կուսակցության անունը կամ Գուրգեն Սիմոնյանի անունը չկա։ Մեկը կարող է երրորդ տեղ ասի, մեկը երկրորդ, մեկը 5-րդ, բայց բոլոր հարցումներում դա կա։ Քանի հարցում եք տեսե, որ Բևերի անունը ելնի։ Բայց ինչ եք մասնակցում։ Ձայն եք փոշիացնում։ Կամ նորաստեղծ կուսակցությունը նոր է մասնակցել, որևէ անգամ ընտրության չի մասնակցել, որ իմանաս նա կհաղթի թե չէ, մանավանդ հարցումները ցույց են տալիս, որ անցողիկ շեմը հաղթահարում է։ Ոնց իմացար, որ չի անցնելու։ Հա, պետքա շառ անել։ Ասել դուք անում եք, որ պաշտպանեք Նիկոլ Փաշինյան, ոնց է Նիկոլ Փաշինյանին գնալու մեր ձայները, եթե կարծում եք, որ կարող է Սամվել Կարապետյանը հաղթի։ Մանավանդ Արա Պապյանի կարծիքից հետո, որ Սամվել Կարապետյանն է նախընտրելի, կարող անենց Սամվել Կարապետյանի վարկանիշը բարձրանա, խփի դուրս գա մի 20% ավել ձեն։ Բա տեսնում եք ով է նրան ասել, որ նախապատվությունը տալիս եմ։ Սա շատ չեմ ուզում ծավալվեմ, իմաստ էլ չեմ տեսնում, դատի է տվել, կպատասխանենք։ Հակընդդեմ հայցով էլ հանդես կգանք, որևէ պրոբլեմ չեն տեսնում։ Այդ թող իրանք որոշեն, թե իրանք ինչի համար են ընտրությանը մասնակցում, որ մինչև մասնակցելը իրանք ամբողջ ընթացքում մի քանի անգամ պարբերաբար հարված են հասցրել Գուրգեն Սիմոնյան։ Ու ինչա ձեր ուզածը։ Գուրգեն Սիմոնյանը իշխանություն չի, որ իրենց իշխանություն եք ուզում։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Եթե բան ունեք ասելու, Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարեք, իշխանությունը վերցնելու, հա, գիտեք, որ այդ իշխանությունը վերցնելու շանս չունեք, բա մասնակցում եք ինչի համար։ Ոնց չափեցիք, որ նորաստեղծ կուսակցությունը ձայն չի տանալու, երբ որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նա անցողից չեմը հաղթահարում է։ Կարող է տենց մի մտածողել կանգներ 1958 թվականին, կանգներասեր Պելենիշ գործ ունի 17 տարեկան մասնակցի աշխարհի առաջնությանը Շվեդիայում։ Հա, բայց մասնակցեց աշխարհի չեմպիոն դառավ։ Դրանից հետո 2 անգամ էլ դառավ։ Բա որ մեկը կանգներ տենց ասեր, այս երեխան ինչ գործ ունի մասնակցի։ Այսինքն ոչ մի նոր, ոչ մի բան պետք է չանի։ Բոլոր հները պետք է անեն, որ արդեն վաղուց բոլորը իրանց մասին ամեն ինչ գիտեն ու լավ էլ տեղը տեղին խայտարակված ու բացահայտված են։ Բա ոնց եք ուզում առաջ գնանք։ Այնպես որ այսքանը ինձ թվում է բավական է, կարող եք օգնել պրոֆեսիոնալ որակյալ փաստաբանով, որտեղ միայն այս հայցին պատասխանելը չի։ Դա ալներ կարող է մեկին խնդրեի պատասխաներ։ Հակընդդեմ հայցով մտնելու են, եթե այդպես է, ինչպես ասում են, պատերազմում, ինչպես պատերազմում։ Եթե այդպես է, ուրեմն մենք հակընդդեմ հայցով կմտնենք եւ համապատասխան ձևով փոխհատուցում կպահանջենք իրանց արածների համար մեր դեմ, թե ոնց էին մեղադրում, որ սա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է եւ այլ եւ այլ։ Առավել եւս, որ հունիսի 7-ը սարերի հետևում չի։ Հունիսի 7-ը կանցնի, մենք մեր ձայները կստանանք, այդ ձայները հաստատ Նիկոլ Փաշինյանի չի գնալու։ Ավելի լավ ապացույց,
որ մեր վրա շառ էի կանում, չի էլ գտնվի, թե ինչքան էլ իրենք ձայն կստանան, ավելի լավ ապացույց, որ դուք մասնակցում եք ուրիշներին քննադատելու համար, եթերն օգտագործելու, ժամերն օգտագործելու, ուշադրություն հրավիրելու, որպեսզի դուք ուրիշներին քննադատեք, ծառայություն մատուցելու մյուսներին, այդ ամեն ինչն է գիտենք, շատ չեմ ուզում խորանալ, որտեղ մի հատ էլ դատի կտան, այնա գիտեք արդեն կամած հավեսի են ենք, մոռացել են, որ Նիկոլ Փաշինյանի պատվերը ով էր կատարում, մոռացել են, որ Բևերն էր հայտարարում Նիգոլին հետ ենք, Նիգոլի հենարանն ենք, մոռացել եք, համացանցում որոնում տվեք, քթեք, մի անգամ լսել եք, որ ես ասած եմ Նիգոլին հետ ենք կամ Նիգոլի հենարանն ենք, մի անգամ լսել եք, որ Գուրգեն Սիմոնյանը ասի դման բան, մի անգամ լսել եք, որ ես ասեմ պաշտպանում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ աջակցում եմ նրան, մի հատ ձայնագրություն գտեք, կողեք աչքս։ Այս է, ժողովուրդ ջան, այսպես ենք ընտրության գնում։ Դրա համար պետք է, այո, իրական այլընտրանքին ձայն տալ, որովհետև այդ այլընտրանքի դեմ պայքարում են բոլոր հնարավոր կողմերից։ Հերիք չի, որ ֆրոնտ չկա, որ մենք ավելի շատ կարողանանք մեր նյութերը տարածենք, դրա համար գիտեք ինչպիսի ռեսուրս է պետք։ Նաև ցանկանում են, որ այդ ռեսուրսն էլ չունենանք։ Այդ ռեսուրսը ծախսենք դատական քաշքշուկների վրա, այդ ռեսուրսը ծախսենք փոխհատուցումներ տալու վրա, դրա վրա ծախսենք։ Ոնց եք ուզում, բայց մարդկանց ուզածը ինչն էր, բան չէ համար են մասնակցում։ Դրա համար ժողովուրդ ջան, հստակորեն իմացեք, որ այո, մենք մասնակցում ենք, որպեսի հաղթենք, եթե որևէ մեկը ասում է մենք մասնակցում ենք, բայց հենց ձայն ստանանք տանելու ենք Նիկոլ Փաշինյան, տանք, այդ դեպքում բան չես մասնակցում։ Մրցումներից առաջ որևէ մեկը կանգնում ասում է, բա ես չեմ հաղթելու, բան չես մասնակցում։ Եթե չես գնում հաղթելու համար։ Ոնց է մեկը կանգնում ասում, ես էսի ճուժի վարչապետի թեկնածուն եմ, բայց ես որ ինձ ձայն տակ է ձայները տալու եմ վարչապետ Փաշինյանին։ Բայց դու ինչի թեկնածուն ես վարչապետի։ Հաստատ գիտես, որ դու չես հաղթելու։ Ու հաստատ գիտես, որ ձեները տալու ես Փաշինյանին։ Այդ մարդիկ հետ պարզ իմանում են, ընտրեն թե չէ։ Այսինքն այնքան քո քաղաքական ուժը ինքնուրույնություն ու կայացվածություն չունենա, որ դու ասես, որ իմացեք Փաշինյանին է այդ ձայները տալու, դուք այդ ձայները տվեք ինձ, որ 4%-ը վերցնեմ, մնացածը իրան տամ։ Դե կտեսնենք հասարակության վերաբերմունքը նման գործիչների նկատմամբ էլ նաև դեռ չի սկսվել այդ process-ը, կսկսվի ամեն ինչը իր տեղը կընկնի։ Դրա համար ենք ասում, ժողովուրդ ջան, տեսնում եք ինչպիսի պայքար է գնում, մաքսիմալ ձևով ինչքան կարող եք օգնել, եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա YouTube-յան Ալեքսիես մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ ձևով տարածեք։ Նախ ես շատ շնորհակալ եմ, պարբերաբար ինձ գրում են, որ մարդիկ տարածում են, շատերը եթե տեղյակ չեն, տեղեկանում են, շատերը մտնում են, նայում են, հետո էլի են նայում, ասում են, բա ճիշտ է իր ասում։ Շատերը նույնիսկ ասում են, որ նաև կռիվների մեջ են մտնում, որ ասում են, բա ինչի՞ չեք մի հատ լսում, որ իմանաք մարդիկ ինչ են ասում։ Շնորհակալ եմ դրա համար, եթե նաև կցանկանաք ալիքի ձեր աջակցությունը ցուցաբերել, դրա համար նյութի նկարագրական մասում էլ կա բոլոր հնարավոր տարբերակները, արագ փոխանցման, բանկային փոխանցման, քարտային փոխանցման, իդրամի տարբերակ, PayPal, Patreon, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակները, բայց հավատացնում եմ ձեզ շատ ավելի կարևոր է, ինչքան էլ որ շատ կարևոր է, որ ակտիվ ձևով կարողանանք կայքով աշխատենք եւ մաքսիմալ տարածենք նյութերը, շատ ավելի կարևոր է նյութի նկարագրական մասում էլ նաեւ կա Գուրգեն Սիմոնյանի ակտիվիների տվյալներ, որ կարող եք կապ հաստատել, ասել ինչով կարող եք օգտակար լինել, տարբեր կազմակերպական հարցերում ինչով օգտակար կլինեք, տեղերում դա կլինի, Երևանում կլինի, կապ չունի, նաև մարզային տարբեր տեղերում այդ հնարավորությունները կլինի, ձեր ֆինանսական աջակցությունը, եթե կարող եք ցուցաբերել, դա շատ կարևոր է, որովհետև ցանկացած տեղ, եթե մենք նույնիսկ կարողանում ենք միտեղ մի հատ բաների վրա մի հատ նկար դնես, մի հատ պաստառ ունենաս, որ կարողանաս ցույց տաս, կողքդ նայում ես քո մրցակիցների 100 հատ պաստառա կողքերը, բայց անգամ այդ մեկը չենք կարողանում անել շատ բնակավայրերում։ Այնպես որ այդ հարցում ձեր օգնությունը անգնահատելի է,
կապ հաստատեք եւ տեսեք շատ կարճ ժամանակ է մնացել էլի շատ արագ կարողանանք մաքսիմալ ձևով այն ինչ որ կարողանանք դա անենք։ Մի խոսքով հիմա անցնենք տեսնենք ինչա կատարվում, քանի որ նախընտրական շրջան է Նիկոլ Փաշինյանն էլ արդեն քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրից է խոսում, դե քանի որ իշխող քաղաքական ուժ է եւ ինքը խոսում է նախընտրական ծրագրից, դա որևէ մեկի նախընտրական ծրագիր չի, որ ասենք հա դե լավ Մարթա Իրանը ներկայացնում է ինչ խնդիր է, դա արդեն ինքը ասում է մենք եթե ընտրվենք այս ենք շարունակելու, հիմա տեսնենք ինչ են առաջարկում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը շեշտել է, որ տարածաշրջանացման գործնականացման համար կարևորում է 3 գումարած 3 ձևաչափի հետագա զարգացումը եւ այն Հայաստանը նպաստելու է դրան։ Ձևաչափում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար։ 3 գումարած 3 ձևաչափի մեջ այդպես է երրորդ երկիրը չհայտնվեց Վրաստանը հենց սկզբից ինքը չի մասնակցել, իրականում դա 3 գումարած 2 ձևաչափ է, բայց եւ որևէ ձևով տարածաշրջանային երկրներ են, մենք սահման չունենք Ռուսաստանի հետ, բայց ինչի է մեզ համար շատ կարևոր, որ Ռուսաստանը ներգրավված է այս ձևաչափում, որի մեջ մտնի Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Հայաստանը։ Ինչի է պետք առանձնահատուկ կարևորել Ռուսաստանի դերակատարությունը, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի համար է։ Դրա համար որ առանձնահատուկ շեշտվում է Ռուսաստանի դերակատարությունը 3 գումարած 3 ձևաչափում, որ պետքա զարգացնել։ Սա նրանց համար, ովքեր կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում դե ինքը Ռուսաստան չի, չէ, Նիկոլ Փաշինյանը ասել են, բոլորին հայ է ասում, Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, բոլորին, Եվրոպային Մենակ Եվրոպային է կարող ասի, չէ, էլի ժողովուրդ չեմ գալու, ես Ռուսաստանի դեմ դուրս չեմ գա։ Ամերիկային էլ ասում է դե օգնի անվտանգության հարցում, այն էլ ամերիկան անվտանգության հարցում նախ չի պայմանավորվել, որ օգնի, հետո էլ ինչպես տեսնում եք ամերիկան ում անվտանգությամբ զբաղվում է, այդքան էլ գոհ չեն դրանից։ Դրա համար նոր իրավիճակ է, մենք պետք է հասկանանք ինչա կատարվում։ Եվ որպեսի իրական պատկերացում ունենանք, ու գիտեք ինչն է հարցը, ու այս պարագայում վիճում են թե ով պետք է Պուտինի շահերը ավելի լավ սպասարկի, ժողովուրդ լուրջ եք ասում։ Այսինքն մեր ժողովուրդը սա է ուզում։ Լա դուք պատկերացրեք, հանկարծ 21 թվականը կրկնվում է։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, անդիվությունը ռուսամետ մի քանի ուժ։ Եվ հասարակության կեսից ավելին մեր երկրի ապագան տեսնում է Եվրամիությանը։ Երիտասարդությունը որոնք ծնվել են անկախության պայմաններում, ինչ Ռուսաստան նրանց համար։ Ու այսօր մեր խորհրդանը արտահայտելու է մեր հասարակական տրամադրությունները, ինչա իրանք փողով կարողանում են ողողել հանրային տիրույթը իրանցով, ու ամբողջ երկիրը։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում, հապկում ակտիվությանը վերադառնալու քայլեր չենք ձեռնարկի։ Դե մտավ հապկը ինչի տա պետք։ Հապկի լոկոմոտիվը Ռուսաստանն է, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները բարելավում ես նախկինում տված զենքերը, ուզում ես, մտամ հապկում ով պետք է մեզ օգնության գար որ։ Հապկ եթե ասում ենք, հասկանում ենք Ռուսաստանը էլի։ Կարող է Բելարուսներ գալու։ Այսինքն եթե հապկում չենք, բայց Ռուսաստանի հետ լավ ենք, ռազմատեխնիկական համագործակցությունը, որը դադարեցված էր կամ նվազած էր, զարգացնում ենք, այնա հապկում ենք, էլ ինչ տարբերություն։ Բայց ինչ է ասում։ Հապկում ակտիվությանը վերադառնալու քայլեր չենք ձեռնարկի, հետաքրքրված ենք Շանհայով։ Իսկ խոսքը Շանհայի համագործակցության կազմակերպության մասին է, որը հակակշիռ է իրեն համարում Եվրամիությանը, հակակշիռ է համարում Միացյալ Նահանգներին եւ ցանկանում է լինել բևեռ, ընդդեմ արևմուտքի։ Եվ մենք այդտեղ ինչ ենք անում։ Հայաստանը երբևիցե քննարկվել է, որ Հայաստանը անդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Բայց այդ որոշումը, որ կայացրեցիք, ում հարցրեցիք, հասարակական կարծիք ուսումնասիրեցիք, եւ հիմա հետեւողական առաջ են տանում։ Շանհայի համագործակցության կազմակերպությանը դիմել են ավելի շուտ, քան թրիփի հարցներ, օգոստոսի 8-ի փաստաթուղթը դա հուլիսի 3-ին էր, որ հայտարարեց Արարատ Միրզոյանը։
բայց որևէ փոփոխություն տեղի չունեցավ մեր մտադրությունների մեջ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու հարցում։ Ինչ ենք կորցրել այնտեղ։ Կամ ինչ կապ ունի ՀԱՊԿ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Անվտանգային կառույց, հա։ Տնտեսական համագործակցություն, հա։ Բայց այն նպատակների ու խնդիրների մեջ իրանց պատկերացրածը հակաարևմտյան քաղաքականություն տանելու բևեռ ստեղծելու ուղղությամբ է։ Հաստատ մեզ համար անվտանգություն չեն ապահովելու, բայց խնդիրներ հաստատ կապահովեն մեզ։ Բայց եթե իշխանությունները ցանկանում են իրանց ապագան տեսնում են, ասում է ՀԱՊԿ հետ Շանհայի համագործակցությունը։ Շանհայի համագործակցության թիվ 1 դերակատարը Ռուսաստանն է, հոնորություն չի։ Պաշտոնական աշխատանքային լեզուներ ռուսերենն է, դե չինարենը պարզ է, դե Շանհայը Չինաստանում է, բայց ով է չինարեն խոսալու։ Հաղորդակցության պաշտոնական լեզուն ռուսերենն է։ Ռուսաստանն է հիմնական դերակատարը Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Այսինքն այս ձևով եք Ռուսաստանից ուզում պոկվել, այս ձևով ենք արևմուտք գնում, ժողովուրդ ջան, որ ասում ենք այս մարդիկ դա չեն անելու, եթե անենք մենք ենք անելու։ Ոչ էլ Նիկոլ Փաշինյանին աջակցողներն են անելու, որտեղ նրանք ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ իրանք ձայնը տալու են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն իրանք համաձայնվելու են Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչի այն ծրագիրը, որը ինքը անում է, իր ծրագիրը Շանհային է։ Չեք տեսնում։ Ռուսաստանն է։ Իսկ հիմա խոսում է Եվրամիության հետ կապված, որ հանկարծ թյուրիմացություն չլինի, որ ի վերջո ինչ է կատարվում։ Բարբերաբար ասել է այս մասին, բայց մի հատ էլ հասկանանք, նորից է պարզաբանում իրենց նախընտրական ծրագրով։ 2025 թվականին ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Ու ոչ մի բան, օրենք, ընդամենը հռչակագիր, հայտարարվեց ու վերջ։ Ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվում։ 18 թվականից ուժի մեջ է Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Եվրամիության հետ ստորագրվել է 2017 թվականին դեռ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից առաջ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, Եվրամիության անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց եւ կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո, Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու համար։ Պատկերացրեք, Եվրամիությունը կառույց է, որ պարբերաբար ընդլայնվում է։ Հիմա էլ տեխնացու պետություններ կան, որ կարող է փորձեն տեխնացու դառնալ, բայց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մեկի գործը հետ գցեն, բանակցությունները հետ գցեն, մեկի գործը առաջ գցեն։ Կապված ուրիշ պայմանավորվածություններով, աշխարհաքաղաքական իրավիճակով եւ այդ պետության ազդեցությունով եւ այդ պետության դերակատարությունով։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարող դու այսօր դիմես շատ ավելի արագ դառնաս, քան տասնամյակներով հերթի կանգնածները։ Բայց խնդիրն ուրիշ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է ԵՄ-ն պատրաստ է մեզ ընդունել, եթե այո, մենք կդիմենք։ Դուք պատկերացրեք, Եվրամիությունը ընդլայնվում է, չէ՞, կառույց է, որտեղ մարդիկ խնդրում են, որ դրա անդամ դառնան։ Հերթ են կանգնում, դռներ են ծեծում կամ խելոք կանգնում են, չեն էլ ծեծում, այդքան քաշները չի հերիքում, որ Եվրամիություն մտնեն։ Ինչ է նշանակում։ Դե ասեք, որ մեզ կընդունեք, որ նոր դիմում գրենք։ Մի կառույց, որ պարբերաբար ընդլայնվում է, ինչ է նշանակում, ասեք կընդունեք, որ դիմում գրենք։ Դիմումը պիտի գրես թղթերից ծանոթանան, նոր որոշեն, քո այդ քննարկեն ժամանակացույց թե չէ։ Պատկերացնեք բուհը ընդունելությունը անցկացնում։ Գնում ասում եք, դե մենք սովորել ենք, ուզում ենք հասնենք այն մակարդակին, որ դիմենք բուհ։ Եթե չափորոշիչներին հասնենք ու իրանք պատրաստ են մեզ ընդունել, մենք դիմումը կգրենք։ Ժողովուրդ, որ դուք չդիմեք բուհ ընդունվելու, ձեզ ով պետք է գա ասի, վայ, պատրաստ եք, եկեք դիմում գրենք։ Դուք տես բան տեսել եք։ Մենք պետք է գնանք պատրաստվենք, լավ որակավորում ձեռք բերենք ու գնանք հիմնարկ եւ իրանք պետք է ասեն, իրանք թափուր տեղ ունեն։ Կարան մարդ ընդունեն, բայց եթե իրանք պատրաստ են մեզ ընդունել, նոր դիմում գրենք, բայց իրանք ինչ գիտեն, պատրաստ են քեզ ընդունել թե չէ, եթե դու դիմում չես գրում, որ քո գործերին ծանոթանան, որ քո հետ քննարկեն, հարցազրույց անցկացնեն եւ իմանան։
Եթե դու սպասում ես, որ քեզ պետք է ասեն դիմում գրի, ինչի հիման վրա պետք է ասեն դիմում գրի։ Մարդիկ ուղղակի կանգնում ասում, մենք կուզենանք, որ դու մեր ընտանիքի անդամ լինես, անգամ որոշում են կայացնում։ Դրանից ավել ինչ պատրաստակամության մասին է խոսքը։ Որևէ մեկն ասել է Հայաստանին չենք ընդունելու, որևէ մեկն ասել է ընդլայնումը Հայաստանին չի վերաբերվում։ Է դիմում են ցանկացածը։ Նույնիսկ դիմել է Կիպրոսը։ Նույնիսկ օկուպացված տարածքի պայմաններում։ Մի մասը ՄԱԿ-ի ձեռը, մի մասը Բրիտանիայի բազա, մի մասը Թուրքիայի կողմից օկուպացված, բայց դիմեց 2004 թվականի մայիսի 1-ին դարձավ Եվրամիության անդամ, ցամաքային սահման ունի Կիպրոսը Եվրամիության հետ։ Հասկացանք, ծովով կարող է հաղորդակցվի։ Աշխարհագրորեն նայել եք Եվրոպայի սրտում, Կիպրոսը։ Բա ոնց դառավ Եվրամիության անդամ։ Այսինքն որևէ պատճառ չկա, որ դու չդիմես ու տեսնես քեզ կընդունեն թե չէ եւ քննարկես ինչ է սա։ Եթե դու չես ուզում դիմես, ուրեմն չես ուզում դիմես։ Պետք չի ասել սպասենք այնքան զարգանանք, մինչեւ իրանք մեզ առաջարկեն։ Հիմա շարունակություն ունենք։ Եթե ոչ, վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանը դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր։ Այդ ինչպես է դառնալու։ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե Եվրասիական տնտեսական միության անդամ, թե Եվրոպական միության անդամ, բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտտարկման Եվրամիության անդամակցության չափանիշներին համապատասխանել ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ եւ կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ։ Եթե Եվրամիությունը, Եվրասիական տնտեսական միությունը դա միություն է, իսկ սա ընդհանրապես համագործակցություն, համագործակցությունը երբեք չի կարող հակասել քո անդամակցությանը, այդ մաքսային միության անդամակցությանը։ Նշանակում է դու ինչքան էլ խորացնես հարաբերություններդ Եվրամիության հետ, ոչ մի քայլը չպետք է հակասի ԵԱՏՄ-ին։ Իսկ ԵԱՏՄ-ին որպեսզի չհակասի, պետք է հասկանալ, որ անընդհատ խոսվում է, որ ԵԱՏՄ-ի հետ զարգացնում ենք մեր հարաբերությունները, այսինքն ավելի ես խորացնում հարաբերությունները, երբեք դու չես հասնի այն կետին, որ քեզ ասեն, այ դու հիմա պատրաստ ես դիմումդ գրի մտի, դու երբեք չես հասնի այդ կետին, առավել ևս որ քո հեռահար նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, այսինքն հասարակություն ջան, հիմա դուք հասկանում եք, այս մարդը այդ ուղղությամբ քայլ չի անելու, անգամ չի էլ փորձում խաբել, որովհետև մենա հասկանում է, որ իմաստը որն է, որ խաբի, մեկը չի անցնելու, ավելի լավ է այդա պարզ ձեզ ասի, չեմ անելու, վերջ, դե դուք որոշեք, եթե այդքանից հետո կգնաք իրան ձայն կտակ, խաբվելով թե իբր թե ինքը մեզ Եվրոպայա տանելու, կամ էլ կգնաք ռուսամետ ուժերին ձայն կտակ, որ ինքը պետք է Հայաստանը փրկի, դե դեպքում մեղադրենք, իսկ հանկարծ չասեք այլընտրանք չունենք, ասում ենք ունեք, դուք եք որոշում, այդ այլընտրանքին ձայն տակ թե չէ, այսինքն արդեն ավելի պարզ ոնց բացատրեր։ Մի բան էլ ուղղակի ասենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը, աշխարհի բազմակի չեմպիոն Արտուր Աբրահամը Նիկոլ Փաշինյանին ինչ է ասում։ Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը։ Ձեզ բոլորը սիրում են, մի 70-80%-ը հաստատ սիրում են։ Ձեզ բոլորը սիրում են, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Դպրոցն էլ որ կառուցում ենք, ժողովուրդը չեք պատկերացնի, թե ձեզ ինչպես է գնահատում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է, որը հատկացրել է կառավարությունը։ Արտուր Աբրահամը բռնցքամարտիկ է, անվանի աշխարհարչակ, նրա գործունեության հետ կապված ինչ ունենք գնահատելու, քաղաքական գործիչ չի։ Բայց նույնիսկ եթե ինքը հող է առել, որն ավելի շուտ է առել, քան Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքից առաջ, եւ որոշել է, որ այնտեղ այգի է սարքել է, սարել է ու կամած արդեն դպրոցի հետ կապված հարցը լինել, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դա անում է, իհարկե կարելի է հայտնել շնորհակալություն տարական բարեկրթությունը, բայց եթե նախընտրական փուլում, որ տարիներ է տևելու է շինարարությունը, եւ նախընտրական փուլում կանգնում ասում ես 70-ից 80%-ը քեզ սիրում է, բաքուն ինչին է պետք մտնես դրա մեջ։ Այսինքն դա մտնում է շնորհակալություն հայտնելու մեջ։
Ինչի տա պետք, որ դու ասես 70-80%-ը սիրում, այսինքն այդքան ձեն է ստանալու, բայց չէ որ սա քո անունը հիմա օգտագործում են, որպեսզի մարդկանց ասեն, տեսեք Արտուր Աբրահամը սենց կարծիք է, այդ գնահատականներ տալը, որ ժողովրդի մեջ ես մտնում, որ քեզ սիրում են, այդ գնահատականները կապ ունի շինարարության հետ, ցանկացած կառավարություն, որ մի բան անի, բարեկրթորեն կասես շնորհակալություն, ոչ ավելին, բայց դու գիտես այդ կառավարության, եթե դու քաղաքականության հետ կապ չունես, այդքան ինչ ես ասում, ինչ գիտես քանի տոկոսն ես սիրում, այդ ինչ գործիքով չափեցիր, որ դա 70-80% է, սոցիոլոգիական հարցում ես անցկացրել, եթե քաղաքականությամբ չես զբաղվում, դա ինչի ես ասում, եթե քաղաքականությամբ զբաղվում ես ու 70-80% ձայն ես ասում, եթե դու խորացած ես, Նիկոլ Փաշինյանի մնացած արածները վերցնում ես քո ձեռքերի վրա, այդ բռնցքամարտի ձեռքերի վրա վերցնում ես Նիկոլ Փաշինյանի արունը այն երեխաների, որոնց ասեց կարեի պատերազմը կանգնացնեմ, չկանգնացրեցի, բա ինչի տեր պետք, այդ ձեռնոցների վրա այդ արունը վերցնել, դա քեզ ինչ էր տալի, սոված էիր, փողոցներում էիր, դռներին էիր, այդքան կարևոր էր քո անունը դնել մի հատ դպրոցի վրա, որի համար դու կանգնես այդ ամեն ինչը վրեդ վերցնես, ինքն է որոշում, ամեն մարդ ինքն է ճակատագիրը որոշում, որ գնացել ես աշխարհահռչակ բռնցքամարտիկ ես դառել, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ չես դառել, Ինչ ասում Արտուր Աբրահամը, ես երազում էի, բայց չէի պատկերացնում, որ կլինի այսքան մեծ, ես փոքր էի պատկերացնում։ Իհարկե մանրամասը նկարագրում է, որ գնացել է միջազգային փորձը նայել է, Գերմանիայի փորձը նայել է, այստեղ էս պետք է, այստեղ էս պետք է, միջանցքը սենց հանդերձասրահ տենց, մյուս էս բոլոր ամեն ինչը մանրակրկիտ նայել է։ Բա որ այդ ամեն ինչը մի քանի տարի մանրակրկիտ նայել ես, ոնց չէիր պատկերացնում, որ այսքան մեծ է։ Բայց ինչ էր նայում 3 տարի։ Թե էլ էր պետք կոմպլիմենտ անել Նիկոլ Փաշինյանին։ Ես չէի պատկերացնում, որ կլինի այսքան մեծ, ես փոքր էի պատկերացնում, իսկ Փաշինյանի խոսքը տվեց անցավ։ Նիկոլ Փաշինյանը Արտուր Աբրահամին պատասխանում է. ձեր անունը այնքան մեծ է, որ չէինք կարող փոքր կառուցեինք։ Փաստորեն 2-3 միլիարդ դրամ որ ծախսել են միլիոնավոր դոլարներ, այդ անունը մեծ էր, հո չէին կարող փոքր կառուցեին, մեծ անունին մեծ շենք։ Տեսակ ժողովուրդ ում էինք մի կտոր հաց տվել, որ Մայք Թայսոնը սփյուռքահայ Ջամայկացի է, էլի, բիոլոգիական հայրը, Ջամայկայից է, հանկարծ բա որ իրականից հայելներ է, պատկերացնում եք հանկարծ մի օր իմանալ, որ իր անունը, որ դնեն մի հատ բանի մարզադպրոցի վրա, ահագին փող կդնեն, բա իր անունն էլ հաստատ Արտուր Աբրահամի անունից մեծ է, փաստորեն ներքին Չարբախում պետք է երկնակ էր կառուցեին, ժողովուրդ ջան, Բաո Թայսոնի անունը չէին դնի փոքր կառույցի վրա։ Ժողովուրդ էս պետական փողերի հետ կապված եք սենց կատակներ անում, մեծ անունին մեծ շենք, հա։ Դե էս է ժողովուրդ ջան, մարդիկ ընտրության են գնում, արդեն հասկանում եք դա ինչքան կարող, իսկ մեր հակառակորդներն ու թշնամիները, մեզ համար թշնամիները, Նիկոլ Փաշինյանի համար բարեկամները չեն լռում, նրանք աշխատում են ու նաև մեր դեմ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուղերձում նշել է, որ այս հանդիպումն անցկացվում է աճող գլոբալ անորոշության պայմաններում։ Մի հատ ֆորումի մասին է խոսում։ Իսկ սրվող աշխարհաքաղաքական լարվածությունն ու ընդլայնվող հակամարտությունները ի հայտ են բերում միջազգային խաղաղության փխրությունը։ Ալիևն ասում է անորոշ է եւ փխրուն միջազգային խաղաղություն։ Փաշինյանն ասում է ձեզ 1000 տարով խաղաղություն են բերել։ Էն էլ խոսում է Ալիևի անունից։ Ալիևը լսեցիք իր անունից ինչ է ասում։ Ասում է ժողովուրդ հույսներդ կտրեք։ Աշխարհը խիստ անորոշ է, անկանխատեսելի, խաղաղությունն էլ փխրուն։ Բա մեզ ով էր ինչ խոստանում Ալիևի անունից։
Ուղերձում Իլհան Ալիևը պատմել է օկուպացիայի շրջանում ամբողջությամբ ավերված տարածքների վերականգնման եզակի և լայնածավալ նախագծերի մեծ վերադարձ ծրագրի հաջող իրականացման մասին։ Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր՝ հայրենի հողերում իրենց կյանքը վերակառուցելու, սովորելու և աշխատելու համար։ Արցախից գնացել է մոտ 40,000-41,000 ադրբեջանցի։ Այն մյուս տարածքներն էլ գումարած 80,000 մարդ է հետ եկել։ Պարզապես մյուս շրջաններում էլ էին մարդ ապրում։ Բայց ով էր մեզ վերջերս Ադրբեջանից եկել էին, մեզ ասում են ժողովուրդ ջան, ինչ 300,000-ը գան Հայաստան, նրանք Արցախը չեն կարողանում բնակեցնեն, նրանք պետք է գան Հայաստանում ապրեն 300,000, դուք պատկերացնում եք ոնց են իրանք մարդ բերելու, սենց են բերելու ժողովուրդ ջան, դուք պատկերացնում եք։ Միլիարդավոր դոլարների զենք առնող Ադրբեջանին ինչ է խանգարում, որ ինքը մարդկանց վճարի շատ նորմալ ձևով փոխհատուցում տա, ասի կգնաս Հայաստանում կապրես։ Ինչի միլիարդավոր դոլարներ ծախսի, եթե մարդ ուղարկելու գաստեղ ապրի, աշխատի, հանկարծ մի հատ կոնֆլիկտ լի, զորքը մտցնի, տիրություն անի իր մարդկանց, ասի իմ քաղաքացիներին ճնշում են։ Եվ այդ քաղաքացիները գալու են առանց կռվի, առանց միլիարդավոր դոլարների ծախսի, գալու են Հայաստանում ապրեն ու Հայաստանը գրավեն։ Եվ մեզ փարատում են կասկածը հայաստանցի մարդիկ, փորձագետներ, որոնք Ադրբեջանից գալուց հետո ասում են այ ժողովուրդ ջան, չեն ասում որ դա անհնարին է, չեն ասում որ դրա դեմ պետք է պայքարել, չեն ասում որ Հայաստանը նման պարտավորություն չունի, չի էլ անելու, խորհրդային միության ժամանակ տեղահանվածի հետ Հայաստանը այդ ինչ պարտավոր, իսկ խորհրդային միությունը իր վրա տենց պարտավորություն չի վերցրել, ասել է մարդիկ գնացել են փոխհատուցում ստացել են, ցույց տվեք մի հատ փաստաթուղթ, որ խորհրդային միությունը պարտավորություն է վերցրել իր վրա ադրբեջանցիներին վերադարձնի Հայաստան, բայց չի հասցրել, որովհետև փլուզվել է։ Թուղթը քթեք ցույց տվեք։ Ինչի ենք մենք ասում, դե լավ ժողովուրդ ջան, հանգիստ եղեք։ Ադրբեջանը ոչ չի կարող բերի այդքան ինստեղ Հայաստանը բնակեցնի, հանգիստ եղեք։ Հիմա հասկացաք օրինակ էիք բերում Արցախը, քանի օր տևեց ձեր օրինակը, 80,000 մարդ արդեն վերաբնակեցրել են։ Հասկացաք, որ նպատակային դա անելու են մեր դեմ։ Իսկ հիմա նայենք ինչա կատարվում, ինչքան որ հասցնենք անդրադառնանք, որովհետև Իրանի հետ կապված հասկանում եք, այս տարածաշրջանային խաղաղությունից ենք խոսում, բայց Իրանի հետ կապված իրավիճակն էլ տեսնում եք։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում որևէ վերջնագիր, որը վերաբերում է իր ազգային շահերի պաշտպանության ոլորտին։ Ազգային շահերի պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, եւ ԱՄՆ-ի կամ սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած նոր արկածախնդրության դեպքում զինված ուժերը կտան հզոր պատասխան։ Լսեցիք, այս բանակցությունից առաջ Էսմայիլ Բաղայի Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման մասին որոշում դեռևս չի կայացվել։ Բանակցությունների առնչությամբ կարող եմ ձեզ ասել, որ մենք հաջորդ փուլի համար դեռևս ոչ մի պլան չունենք։ Իհարկե Պակիստանից արդեն ասում են, որ Իրանը համաձայնվել է, բայց դեռ պաշտոնապես չեն հաստատում, բայց արդեն մարդ է ուղարկել Դոնալդ Տրամպը Պակիստան, որ գոնե գնան հանդիպեն։ Այսինքն փաստորեն ստացվում է, որ չեմուչում անում Իրանը, դուք պատկերացնում եք, Ամերիկայի նախագահն ասում է, որ չգաք, ես կանեմ, մենք անեմ, նրանք էլ ասում են սպասի, լա դեռ վերջնական չենք որոշել։ Իսկ ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսն ինչ էր ասում։ Իրանի դեմ ձեռնարկված ԱՄՆ-ի էպիկական ցասում գործողությունը Էփշտեյնի ֆայլերից ուշադրությունը շեղելու խղճուկ փորձ է։ Նա սկսել է մի պատերազմ, որի մեջ նրան ներքաշել է Բիբի Նեթանյահուն, Բենյամին Նեթանյահուի մասին է խոսքը Իսրայելի վարչապետի։ Եկեք սա հստակ արձանագրենք, նա սկսել է մի պատերազմ, որն ամերիկացի ժողովուրդը չի ուզում, վտանգելով ամերիկացի զինծառայողներին։ Հարիսը Թրամփի վարչակազմն անվանել է ԱՄՆ պատմության մեջ ամենակոռումպացվածը, անողորմն ու անձեռնահաս։ Իհարկե ընտրություններն պարտվելուց հետո Քամալա Հարիսի վիճակը այդքան էլ հաջող չի, բայց այնպես չի, որ դեմոկրատները շատ նենց փայլուն լիդերներ այս պահին նենց ընդգծված ցուցադրել են հանրությանը, բայց առաջիկա ընտրություններն էլ առիթ կհանդիսանա նման հնարավորությունը կլինի, համենայն դեպս տեղական ընտրություններում, որտեղ մասնակցում են դեմոկրատները հաղթանակ են տանում, այսինքն Դոնալդ Տրամպը լրջորեն կորցնում է դիրքերը։ Այն դեպքում, երբ որ առարկայական չի ներկայացվում, թե ի վերջո լավ դեմոկրատները որն են ինչ կանեն, բայց ավելի շատ
Թրամփի հակառեյտինգի վրա, իրանք կարողանում են հաղթանակ տանեն։ Այնպես որ եթե այսօր Քամալա Հարիսը դեռ տենց ակտիվ ձևով ներգրաված է, պարզա վաղը ինքը տենց ակտիվ չի լինի, որովհետև ինքը պարզապես դեռ նորերը ի հայտ չեն եկել, որպեսի նրանց մասին խոսեն, բայց ամեն դեպքում ինչքան է Դոնալդ Տրամփը սխալներ թույլ տվել հասարակության հետ կապված խնդիրներ առաջացնել, որ անգամ Քամալա Հարիսն է ակտիվացել ու ասում է, ես ինչ ես անում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի իրանական նավահանգիստների նկատմամբ սպառնալիքները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները Իրանի ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ է ասել, ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում գրավել են իրանական բեռնատար նավ, ծովային շրջափակումը ճեղքելու փորձի համար։ Ներկայումս ԱՄՆ ծովային հետևակայինները վերահսկում են այդ նավը։ Իսկ Իրանի զինված ուժերն էլ ասում են, հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ամերիկյան ռազմանավերին հարվածներ հասցնելու մասին են ասել, ի պատասխան Իսլամական Հանրապետությանը պատկանող նավի զավթման։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են շարունակել պատասխանել ամերիկյան կողմի ծովահենությանը և հարձակումներին։ Բայց ամեն դեպքում Դոնալդ Տրամփը հույս ունի, որ Իսլամաբադում պայմանավորվածություն ձեռք կբերվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը պատմել է Իրանում տիրող իրավիճակի մասին և այն մասին, թե արդյոք ինքը նախկինի պես հավատում է, որ կհասնի խաղաղության համաձայնագրի։ Շատ լավ կլինի նրանք կամ կանեն դա, կամ խնդիրներ կունենան։ Տեսնենք ինչ կլինի, ասել է Տրամփը։ Տրամփին, որի հայտարարությունները հնարավոր գործարքների մասին նախկինում տարբերվել են իրանցի առաջնորդների հայտարարություններից, հարցրել են, թե արդյոք նա նախկինի պես կկարողանա հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Դա տեղի կունենա այսպես թե այնպես, լավով թե վատով, դա տեղի կունենա, կարող եք ինձ մեջբերել, հավելել է նախագահը։ Այնուամենայնիվ ինքը վստահություն չունի, չնայած ասում էին, որ բանակցության կգնա Ուիտքոֆը և Ջարեդ Քուշները իրափեսան, բայց նաև ասում է, որ J.D. Vance-ը ինքը գտնում է, որ պետք է չգնա անվտանգության նկատառումներով, Սպիտակ տնից էլ ասում են, որ չէ, կարող է Vance-ն էլ գնա, դեռ վերջնական համաձայնության չեն եկել, բայց Դոնալդ Տրամփին ձեռնտու չի, եթե համաձայնություն լինելու Vance-ը գնա, որտեղ ինքը կուզենա ձախողումը նրա վրա գցի, դրա մասին խոսել ենք, բայց դեռ անգամ այս հարցում վերջնական համաձայնության չեն եկել։ Իսկ լարվածությունը դուք տեսնում եք, որ դա չի կարող ազդեցություն չունենա մեր տարածաշրջանի վրա, մեր երկրի հետ կապված, մանավանդ որ մենք տեսնում ենք, թե ինչ ներքին օրակարգի մեջ են մերոնք ներգրավել, իսկ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է մեր առաջնահերթությունները՝ Շանհայ, Ռուսաստան եւ այլ եւ այլ։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։